Այն հոգևորականները, որոնք Փաշինյանի հետ հանդիպման են գնացել, հակասահմանադրական գործընթացի մեջ են։ Եթե անգամ շանտաժով են Նիկոլի հետ հանդիպել, մեկ է, դատապարտելի է այդ մասնակցությունը, որովհետև երբ արդարացնում ես հոգևորականի քայլը ասելով դե շանտաժով է արել, վախեցել է, եթե պարզվի, որ շանտաժով է Նիկոլը Ադրբեջանի պահանջները կատարում, վաղն էլ պետք է նաև դա արդարացնես։ Իսկ դավաճանությունը չունի արդարացում, անկախ նրանից շանտաժով է արվել, թե ոչ։ 2020 թվականից եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլին հանդիպած հոգևորականներն էլ հակառակը չեն ասել ամեն դեպքում, բայց ինչ եք քննարկում նրա հետ։ Հատկապես զազրելի էր այնտեղ տեսնել Արցախի թեմի առաջնորդին։ Ինչու է զազրելի, որովհետև եկեղեցու դեմ արշավը սկսել է հենց կաթողիկոսի Արցախի վերաբերյալ ելույթներից, դիրքորոշումից հետո։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, օգնել է սովի մատնել արցախցիներին, բռնագաղթեցնել, իսկ հիմա Հայաստանում ապրում են այդ մարդիկ խիստ ծանր պայմաններում։ Եթե Արցախի թեմի առաջնորդը պետք է մասնակցեր Նիկոլի հետ հանդիպմանը, ապա միայն մի բանի համար՝ պահանջելու արցախցիների վերադարձ, գերիների վերադարձ, այստեղ մնացողների համար բնակարաններ, ապրելու պայմաններ, ինչպես նաև պահանջեր իր պայքարող հոգևոր եղբայրների ազատ արձակում։ Մնացած ոչ մի հարցով նրա հանդիպումը Նիկոլի հետ ընդունելի չէ։ Ասում է, ես Նիկոլին հանդիպել եմ որպես Մայրաթոռի եպիսկոպոսած անձնախմբի անդամ, դա առնչություն չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի հետ, լոլոներ։ Վաղն էլ կարող ես ասել, ես Նիկոլի հետ գնացել եմ խաշ ուտելու, որպես խաշի սեզոնի բացում ու կապ չունի Արցախի հետ։ Դու պարտավոր ես ամեն հանդիպում առիթ սարքել Արցախից խոսելու։